Հայաստանը պետք է կարողանա բավարարել երկրի ցորենի պահանջարկը, հասնի այս մշակաբույսի ինքնաբավության մակարդակին։ Այս նպատակը կառավարությունը թիրախային համարեց դեռ 2009-ին եւ ձեռնամուխ եղավ կոնկրետ միջոցառումների իրականացմանը։ Նախ որոշվեց 2010-14 թվականներին ուղղակի ավելացնել այս մշակաբույսի ցանկատարածություններն այնպես, որ 2014-ին հանրապետությունն ունենա հացահատիկային 115-ից 120 հազար հեկտար հողատարածք։ Հիշեցնենք, որ վերջին 5 տարիներին այս իմաստով իրավիճակը հանրապետությունում նահանջ էր ապրում։ Ցանկատարածությունները պակասում էին հետևողականորեն, պաշտոնական վիճակագրության համաձայն տարեկան հազարավոր հեկտարներով, իսկ միջինում ցորենի ցանկ վերջին 5 տարում կատարվել է 90 հազար հեկտարի վրա։ Կոնկրետ ներդրումներ ոլորտում եւ 2010-ին կանխատեսված շուրջ 180 հազար տոննա ցորենի բերքի փոխարեն ծրագրի ավարտին նախատեսվում է, որ գյուղացին արտից 350 հազար տոննա ցորենտուն կտանի։ Ռազմավարական կարևոր նշանակության այս ծրագիրը հնարավորություն կտա նվազեցնել արտերկրից ցորենի ներմուծումը, կախվածություն չունենալ հացահատիկի միջազգային գներից ու ստեղծվող իրավիճակներից, եւ որ ամենակարևորն է ինքնաբավության մակարդակը 37%-ից հասցնել 55-ի։ Աննախադեպ միջոցառում ենք ձեզ հետ միասին իրականացնում ընդունելով այս որոշումները։ Հայաստանի Հանրապետությունում սերմաբուծության զարգացման նպատակով մեր թիրախային ցուցանիշն է հասնել տարեկան մինչև 27-30 հազար տոննա սերմի արտադրության։ Առաջին քայլը 2010-ին կատարվեց Ռուսաստանից ձեռք բերվեց շուրջ 1000 տոննա էլիտար սերմնացու, 50 տոննան ուղևորվեց Արցախ, իսկ 9 տոննան էլ 30 տեսակի տրամադրվեց առաջնային սերմնարտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին փորձարկային ցանքսի համար։ Ներկրված ցորենի առյուծի բաժինը 950 տոննայից ավելին հատկացվեց 3 եւ ավելի հեկտար հողատարածք ունեցող 115 տնտեսվարողների, 1 կիլոգրամի փոխարեն 2-ը վերադարձնելու պայմանով։ Ռուսական սերմը իր առաջին բերքը տվեց շուրջ 3170 հեկտար հողատարածության վրա։ Բացի ներկրված ցորենից սերմնարտադրության զարգացման ծրագրում ընդգրկվել է եւ բերքատվության իր հնարավորություններն է ցուցադրելու նաեւ հայաստանյան սերմը։ Նույն մեխանիզմով պետությունը տեղական սերմնարտադրողներից գնված 117 տոննա էլիտային վերարտադրության սերմնացում տրամադրեց 31 ֆերմերի, ցանկ կատարվեց շուրջ 400 հեկտար հողի վրա։ Մեր նպատակն է ընդհանուր առմամբ սերմաբուծության ոլորտում հեղափոխական փոփոխություն կատարել, բարձրացնել սերմերի որակը, ինչը վերջի 20 տարիներին չէր կատարվում Հայաստանում եւ որի արդյունքում հենց 1 ցենտներից ստացվող ուրեմն քանակը մեզ չէր բավարարում, առնվազն 2-3 անգամ ավելի ցածր էր։ Էլիտային սերմնացուի տեղական վերարտադրության առաջին արդյունքներն արդեն կան, շահառուները, ինչպես եւ պարտավորվել էին, լաբորատոր զննություն անցած եւ քիմիկատներով մշակված ցորենը 1-2-ի փոխհարաբերությամբ կվերադարձնի պետությանը։ Տրամադրված շուրջ 1070 տոննա ցորենի դիմաց պետությանը կվերադարձվի կրկնակին 2140 տոննա։ Հիմա արդեն էլիտար ցորենը սեփական արտում աճեցնելու հնարավորություն կունենան ավելի փոքր տնտեսվարողները, 1-ից 3 հեկտար հող ունեցող գյուղացիները։ Այսպիսով նաև մեկնարկում է նախագծի սոցիալական հատվածը։ Մենք տրամադրելու ենք սերմացուն բոլոր փոքր ֆերմերներին ակնկալիքով, որ նրանք բերքից մեզ կհատուցեն այդ սերմացուն եւ գինը կլինի ըստ մեր պայմանավորվածության 80 դրամ 1 կիլոգրամի համար մեզ վերադարձնելու են 160 դրամ։ Հնձիչ մեքենաները այս տարի ցորենի արտերում վերջին աշխատանքներն են կատարում։ Ցորենի բերքահավաքը ավարտվում է, ջտերը հաշվելու ժամանակն է մոտենում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանին ևս հետաքրքիր են այս կարևոր ծրագրի մեկնարկային տարվա ցուցանիշները։ Ռուսական ցորեն մինչ բերք տվեց հայկական հողում արդյունքներին գործադիրի ղեկավարը ծանոթանում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։ Ռանչպար ֆերմերային տնտեսությունն է շուրջ 25 տարվա աշխատանքային կենսագրությամբ, 50 հեկտար հողատարածքով ու 20 աշխատակցով։ Այստեղ ճակնդեղի, կաղամբի, կարտոֆիլի կողքին 20 հեկտար հողատարածքի վրա առաջին բերքն է տվել էլիտար ցորենի սերմնացուն։ Ես վերցրեմ 3 տոննա Կրասնոդար 99 եւ վերցրեմ 3 տոննա Նուտաս սորտը։ Այդ սորտի ցորենը վերցրել, Նուտասը մեր մոտ տվեց մոտապես 40 ցենտր բերք,
Կրասնադարը 99 տվեց 60 ցենտր։ Փաստորեն մեր մոտը Կրասնադար 99 շատ լավ բերք էլի տվեց, ապահովեց, քննություն բռնեց էլի մեր մոտ։ Ցորենի բերքատվությունը փաստորեն սպասվածից ավելին էր ստացած 6 տոննա սերմի դիմաց պետությանը վճարվելիք 12 տոննա սերմից հետո էլ այս տնտեսության մառաններում ահագին ցորեն կմնա, որն էլ կիրացնեն շուկայում եւ գյուղացիներին հնարավորություն կտան բարձրորակ սերմ գնելու։ Ռուսաստանից Հայաստան եկող 850 տոննա ցորենից եւս 6 տոննան, ինչպես եւ նախորդ տարի, բերք կտա հենց այս դաշտերում։ Մենք ինչ որ բերեցին, մենք պետք է փորձարկենք, մենք առաջին փորձարկում ենք, հետո դրանից որ մենք լավ քննություն բռնում ենք, որ տան գյուղացիներին։ Հանրապետության ցորենի պաշարի արտադրությունն ապահովող հիմնական դաշտերը Գեղարքունիքի մարզում են։ Այստեղ արտադրվում է մեր երկրի տարեկան պաշարի մեծ մասը, շուրջ 100,000 տոննա ցորեն։ Այս տարի ցուցանիշը 20,000-ով ավելին է։ Ցորենի սերմարտադրության զարգացման ծրագրի առաջին փուլում ներգրավված էլիտար ցորենի 614 տոննան քննություն է բռնել հենց այս մարզի 1300 հեկտար հողատարածությունների վրա։ Այս հողերում մեկ անգամ չէ, որ ցորեն է ծիլ տվել, բայց ինչպես ղեկավարն է ասում, նման բերք դեռ ոչ ոք չէր տեսել։ Վարդենիսի տարածաշրջանում կառավարության այս նոր ծրագրով յուրաքանչյուր 1 հեկտարից աշնանացան ցորենի ապահովել ենք շուրջ 6 տոննայուկես բերք, որը որ 2000 մետր բարձրության վրա նման տիպի բերք է, միջին ես համարում եմ նաև ռեկորդային։ Տեղեր ունենք անջրդի պայմաններում շուրջ 6 տոննա բերք ենք ստացել։ Ցորենի արտադրության նոր քաղաքականությունը, որ առաջին տարում արդեն սպասվածից ավելի բարձր արդյունքներ է տալիս, իր տրամաբանական շարունակությունը կունենա նաև այս մարզում։ Առաջին վերարտադրության սերմացուն, ինչպես եւ ծրագրով նախատեսված է, այստեղ եւս կտրամադրվի գյուղացիներին։ Կառավարության կողմից 481 տոննա այս տարվա վերարտադրությունից հատկացվել է, ու նորից 1.2 հարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով բաժանելու ենք ամբողջ ժամանակի գյուղացիական տնտեսությունների։ Գեղարքունիքի մարզում սերմարտադրության զարգացումը ցորենի արտադրության ծավալների ու ցանքատարածությունների ավելացում է նշանակում։ Այստեղ դրանում չեն էլ կասկածում։ Միակ մտահոգությունն այն է, որ ավելացող ցանքատարածությունները սպասարկելու համար եղած տեխնիկական միջոցները բավարար չեն լինելու։ Ացածքային մշակաբույսերի ցանքատարածությունները ավելանալու են, ուզենանք թե չուզենանք արդեն։ Մենք այս տարի մոտավորապես կունենանք 20-22,000 հեկտար աշնանացան ցորենի ցանքատարածություններ, իսկ այսօրվա վիճակով հնամաշ տեխնիկայով ես ոչ թե միայն նկատի ունեմ տրակտորային պարկը, այլ նաև հացահատիկավար կոմբայների խնդիր կունենանք շատ մոտ ապագայում։ Կառավարությունը, ինչպես եւ պլանավորել էր, բաժանված սերմի կրկնակին կստանա, ինչը եւ երկրորդ անգամ շրջանառության կդնի։ Իսկ ծրագրի շահառուները մինչ այդ կհաշվարկեն շահույթն ու շուկա կհանեն առատ բերքի իրենց բաժինը։ Այսինքն այն գյուղացիները, ում չի հաջողվել 2011-ին ընդգրկվել ծրագրում, շուկայից բարձրորակ սերմացու գնելու հնարավորություն կունենան։